Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին նկարագրությունների բաժնում կտեղադրեմ Կարեն Սարգսյանի Telegram-յան ալիքի հղումը, որին եւս կարող եք ցանկության դեպքում հետևել։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ողջույն Արեգ ջան, բարի երեկո։ Պարոն Սարգսյան, ինչ տեղի ունեցավ հայ առաքելական եկեղեցու վերնախավում, մենք տեսանք, որ գոնե հրապարակավ 10 բարձրաստիճան հոգևորական անհամաձայնություն է հայտնել կաթողիկոսին եւ միացել է Նիկոլ Փաշինյանին, ընդ որում մի հատ ուշագրավ հայտարարություն էլ տարածեցին, կասկածի տակ դնելով կաթողիկոսի ընտրության թափանցիկությունն ու անաչառությունը։ Դե հոկտեմբերի 27-ը մղձավանջավորից մենք դեռ արագ չենք պրծնի, մոտ ժամանակն ինքը հակմնա, այնպես որ չեմ, սենց ասեմ, հասկանում եմ իրենց, որ իրանք ասում են, որ ընդեղ ընտրությունը, որովհետև անձամբ ես շատ ավելի շատ բացասական բան եմ տեսնում այդ հոկտեմբերի 27-ին կազմակերպած ընտրությունների, այդ վճռագործության, սպանությունների, Ռուսաստանի ազդեցության եւ այլն, այսինքն ինքը շատ կապնված է, ինքը շատ նման էր, որ ռուսական պլանի համաձայն պետքա քաղաքացիական ղեկավարությունը երկրի ոչնչացվեր եւ իրանց պատկերացրած հայ ազգի մոդելը դա բոլորը պետքա գնան կաթողիկոսի մոտ, հետեւաբար նախորդ կաթողիկոսի անսպասելի մահից հետո իրականում Գարեգին առաջինը բավականին տարօրինակ կերպ մահացավ, դա էլ ասենք, ընտրվեց մի անձ, որը որ ասենք մենք փաստացի հոկտեմբերի 27-ից հետո ոչ մի անգամ չենք տեսել, որ կաթողիկոսը ի շահ եւ ի բարություն Հայաստանի Հանրապետության, հայոց սփյուռքի կամ ազգային անվտանգության քայլ անի։ Ոչ մի անգամ չենք տեսել։ Իօգուտ Ռուսաստանի լիքը, իօգուտ Հայաստանի երբեք։ Դրա համար ես հասկանում եմ, հենց այդ 10 հոգուն եմ հասկանում, հենց մեր կասկածներն եմ հասկանում, այլ բանա, որ կաթողիկոսը եւս մեկ անգամ ավելի շուտ կաթողիկոսի պաշտոնը զբաղեցրած կտրիչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինքը մի տեսակ չի կարողանում հասկանալ, որ ժամանակները փոխվել են եւ որ մանկապիղծ ռազմական հանցագործից շքանշան ստանալը դա միակը չի, որի մեջ ինքը պետքա, որի համար պետքա ներողություն խնդրի, դա Արցախի էթնիկ զտման ժամանակ լռությունն է, դա բոլոր այն քայլերի, որոնք Հայաստանի դեմ էին արվում Ռուսաստանի կողմից, այդ ժամանակ լռելն է։ Հիմա իր ամենալավ տարբերակը, որ ինքը, ասենք, լուր հայտարարի, որ հիվանդ է ու ուզում է գնա։ Ինքը չպետք է պայքարի, բայց հասկանում եմ նաև, որ ինքը չի կարող, քանի որ ինքը սուբյեկտություն չունի, մեծ հավանականությամբ կատարում է այնինչ իրան ասում են։ Դրա համար ինքը չի էլ կարողանում ասի, որ գիտեք ինչ կա, ես ուզում եմ գնամ, ինքը պետք է մինչև վերջ մաշվի, գնա, վերածվի եւ կոպիտ ասած ցավոք սրտի մենք տեսնելու ենք առաքելական եկեղեցում։ Ես դա եմ տեսնում ամենահավանական սցենարը, որ մենք հետագայում եւս տեսնելու ենք առաքելական եկեղեցու որպես ինստիտուտ, նորից եմ ասում, կաթողիկոսի բան, ստեղ գտնվող դրա վարկանիշի անկում։ Միևնույն ժամանակ դա որևիցե կերպ չի անդրադառնալու եկեղեցու ընկալմանը հանրային կարծիքում, ոնց որ այն ժամանակ նույնպես էլ հիմա եկեղեցին ամենաբարձր վարկանիշներ ունի վստահելիության, բայց դա այն եկեղեցին չի, որը կաթողիկոսը պատկերացնում իր Լուբյանկայի կուրատորները պատկերացնում են, որ այդ կտրիչն է կամ ինչ-որ առանձին վերցրած եպիսկոպոսներ կամ սուրբ հայրեր։ Չէ, դա եկեղեցին է, որը գոյություն ունի բանում մարդկանց ուղեղում, որը կապ չունի իրական շենքերի հետ, կապ չունի այդ մոմ վաճառքի հետ եւ այլն։ Այդ ինչ որ մի հատ sense վերին գաղափար է, որը հնարավոր չի ոչնչացնել, որը իրականում շատ քիչ կապ ունի հողի հետ գտնվող շենքերի շինությունների կամ անձանց հետ եւ դա շարունակել է մնալ ոնց որ արդեն 1700 տարվա ավանդույթ է,
Հիմա այդ հոգևորականները հույս են հայտնում, որ հանուն եկեղեցու եւ ժողովրդի կաթողիկոսը Գարեգին երկրորդի իրավիճակը պետք է ստապ գնահատի եւ հեռանա։ Դուք տեսնում եք կաթողիկոսի կողմից քայլեր, որոնք միտված են հեռանալուն։ Ասած չեմ հետևում եմ պահից, երբ համարել եմ իրան ոչ լեգիտիմ, դա մոտավորապես 20 թվականից, 44-ից։ Ինձ լրիվ միևնույն է ինքը ինչ անում։ Ես գիտեմ ինքը ինչ պետք է անի։ Դա օր առաջ անի, օր առաջ իմ կողմից կարժանանա ծափահարությունների եւ երևի օր պակաս ինձանից վատ բաներ իմ կստանա, վատ մտքեր ալիքներ, թե չէ մնացած ժամանակ չեմ հետևում։ Դες գիտես, ասենք ոնց որ ինձ ասես, չգիտեմ, հետևում ես արդյոք ինչ որ մի հանցակցի ինքը, ասենք չէ, հանցագործին հետևում եմ, հանցակցերին չեմ հետևում։ Ասենք ես գիտեմ իր կուրատորը Մոսկվայում ինչ անում են, բունկերային առնետը։ Հիմա պարզա չէ, ես էլ նրա պատվերը պետք է կատարի, ու ինքնա գլուխ բան չի անել։ Գլուխը այնտեղ է նստած։ Գլուխը Մոսկվայի ճահիճներում է։ Մեծ հաշվով, եթե ուզում ենք երկրորդ տարբերակն է կարելի եկեղեցու մաքրելու, ասենք այն բանը գաճաճին, ասենք մի կերպ նենց անենք խեղդվի։ Ում նկատի ունեք։ Պուտինին ու Ինչ կապ ունի բայց նա մեր եկեղեցու հետ։ ուշադիր չէր լսում, հա, ոնց որ նարեկ, Ուշադիր ասում լսում էի։ կուրատորը, բա եկեղեցու հետ ինչ կապ, կաթողիկոսի կուրատորը որն է նստած։ Լուբյանկայում։ Ես թվում է Լուբյանկան տենց առանձին գործող մարմին է, չէ։ Ինքը ռուսական շահերի ապահով, ռուսական շահը, եթե ռուսական շահը ներկայացնող բանին, մարմինը ոչնչացնես, սրանք կմնան անտեր։ Ու կարող է նույնիսկ մարդ դառնալ։ Ընդ որում խոսքը վերաբերում է ոչ միայն եկեղեցուն, այլ նաև իրենց ընդդիմություն ինքնահռչակված այդ մարդկանց, որոնք վազվզում են Հայաստանում։ Պարոն Սարգսյան, դուք այնուհանդերձ ինչ կարծիք ունեք, ինչպես եղավ, որ Կճոյանը եւ մյուս հոգևորականները կաթողիկոսի դեմ դուրս եկան։ Դե Նարեկ ջան, չենք կարող, չէ՞, մենք երկել են փաստը, որ մարդկանց մոտ ինչ որ բանա խիղճ կա։ Մարդկա, ասենք, չգիտեմ, սիրում է իր ազգը, խիղճ ունի, դաստիարակված է, դաստիարակություն ունի, ուղեղ ունի վերջում, մտածում է, հասկանում է, որ սրանով չի, հասկանում է, որ բանը կտրիչ ու իր համապատասխան ինչ է դրա անունը, եզրասը, չէ, իրական ամբողջում, այդ երկու աղբերով իրանցով բախտը չի որոշվելու այս ազգի կամ առավել ևս եկեղեցու կամ ընդհակառակը եկեղեցու առավել ևս ազգի։ Հասկանում են, որ վաղը կա, մշորը կա, խի էլ է, խի ամբողջ համակարգը վարի տաս ինչա մի հոգի այտենց իրա կուրատորը Մոսկվայից ասելա դախած մնա։ Պարզապես դուք որ ասում եք խիղճ է առաջացել, օրինակ չի առաջացած, ում ունեն։ Հա, ունեն։ Տեսեք, իրենք ասում են, որ 99 թվականի ընտրությունները ըստ էության արդար չեն եղել։ Այսինքն խիղճը միջև այս 26 տարի օքեյ ա եղել այդ իրավիճակը։ Դրանից բացի ասում են եկեղեցին կառուցել է կամայական հրամաններ, որոնց արդյունքում հոգևորականներ են կարկալույց եղել, եկեղեցին դրանից փոթորկվել է եւ այլն, այսինքն 26 տարի խիղճը դեմ չի դուրս եկել։ Նարեկ ջան, այստեղ նայ, կարամ երկու տարբերակ կա, որ կարամ իմանք ես պատասխան։ Մեկը մասնագիտական, որովհետեւ մասնագիտական առումով քո հարցը իհարկե հետաքրքիր է, բայց իմաստ չունի։ Ցանկացած քայլ անելու համար դու պետքա ներսում ինչ-որ անհատը։ Պետքա ներսում ինչ-որ բան էփի, հասկանա, վերլուծի, եւ այդ վերլուծությունների արդյունքում գա եզրակացության որ պիտի խոսի, եւ այդ խոսելը հանի ներքին շրջանակներից դեպի ընկերական շրջապատից դեպի հանրություն։ Այդ ամենը պահանջում է ժամանակ։ Դա մեկ, այսինքն դա օբյեկտիվ իրականությունն է։ Միանգամից մարդ դժվար է դուրս գալիս հանրային դաշտ։ Իսկ ինչ վերաբերվում է ամեն ինչ նորմալ էր թե չէ, հիմա
երևի զգում են, որ այլևս իրենց վտանգ չի սպառնում։ Իսկ ավելի կոնկրետ, եթե իրականությունն ես ուզում, որը ոչ թե վերլուծություն է, ոչ թե մեկնաբանություն, այլ իրականություն, դու պետք է իրանց հետ հարց տաս։ Ես չգիտեմ, ես իրանց չեմ ճանաչում։ Այսինքն ես չեմ կարող ասել, ինքը առանձին վերցրած այս անհատը այսպիսի ինչ-որ բաներ ունի, այս ձևաչափով է մեծացել, դրա համար իր արժեքային համակարգը հիմա է թույլ տալի ասել, ոչ թե երեք։ Ոսիկ չգիտեմ, չեմ ճանաչում։ Այդ իրանց պիտի հարցնես։ Այնուհանդերձ խղճի գործոնն է եղել, թե օրինակ ԱԱԾ-ի ձեռքի տակ արկա կարմիր պապկաներում արկա նրանց դեմ փաստերը։ Դու ուզում ես ասես ԱԱԾ-ն խիղճ չունի։ Չգիտեմ Չէ, նա։ ես ուզում եմ ասեմ, արդյոք փաստերը չեն բացել դրել Կճոյանի, Ղարամյանի են մեկի Պես դեմը։ զուտ բանով հասկացա հարցը, ինքը իհարկե տեղ ունի, բայց մի բան պետք է ասեմ, որ մի փոքր եկեղեցու տեսանկյունից ԱԱԾ-ի ազդեցությունը չափազանցված է։ Նախ եւ առաջ այն համակարգը չի, որով ԱԱԾ-ն այն համակարգը չի, որով դու կարաս եկեղեցուն վախեցնես, եկեղեցին ինքը իրանով մի ԱԱԾ է։ Այսինքն այդ նենց չի, որ կարաս ճնշում գործադրես, կարաս առաջարկես, կարաս ինչ-որ բան անես, երևի, չգիտեմ։ Մյուս կողմից չգիտեմ, ինչ-որ ինչի հիմա այդ քո ասած տարբերակը։ Ավելի սուր ժամանակներ կա։ Չէ՞, Տեր հոպարը, որ ոտ-ոտ գալիս էր բանից, բանից, Տավուշից, չայնի բավարոտում կանգնել էր։ Այդ վաղտեր կարելի անել, այս մնացածին անել նրանց դեմ ասել, բայց թե ինչ-որ տենց տրամաբանությունը որն է, չի հիմա։ Իմանց չի, որ ինչ-որ առանձնապես, ոչ բան է, այն որ ասում է half position, այսինքն կես դիրք է, էլի, ոչ ընտրություններին է մոտիկ, ոչ սուր իրադարձություններին է մոտիկ, ոչ մի բան չի, արանքում մեջտեղը ինչ որ 10 հոգի վեր են կանգ։ Ավելի շատ նմանա, որ այս 10 հոգին հասկացել են, թե սրա վերջը ինչ է, ու ուզում են եկեղեցին փրկեն, այսինքն իրանք իրանք վաղվա օրվա մասին են մտածում։ Իրանք չեն ուզում մնան մի ինստիտուտում, որի վարկանիշը, ասենք, ինչ որ կդրիչ-մդրիչ ֆեստյուլ-մստյուլների պատճառով զրոյացել է ու իրանք, ասենք, ամաչելու են պատարակ տան, որտեղ կարող է դահլիճից մեկը գոռա, բա դու չէ իրեն բանի կդրիչի ինգերը։ Կարող է ինձ թվում է ավելի ազդեցիկ գործոն է, քան այն ինչ որ դու ասում ես, ինչ պետք է անես եպիսկոպոսը արդեն։ Եպիսկոպոսին ինչ պետք է անես։ Ասենք ինչ։ Պետք է գահից գցես, մենակ է տա։ Իմաստը։ Դե պարզապես այս 10 հոգու գերակշիռ մասին ոնց նայում ես ամեն մեկի հետ կապված մի խնդիր կա, մեկը անհասկանալի Bentley է ունեցել, ասում են Սիրուհի է ունեցել, ապօրինի ունեցվածքի դատերով է անցնում են, մեկը ասում են զավակ ունի, որին Նիկոլ Փաշինյանը բարձր պաշտոնների էր նշանակել, այն մեկը ասում են ամենահարուստ եպիսկոպոսն է, հեկեր ու բիզնեսներ ունի, այսինքն ամեն մեկի Կարա լինի։ շուրջ մի բան կա։ Կարա լինի, բա եկեղեցու վարկանիշի, то есть Հայաստանում գործող եկեղեցու վարկանիշի անկումը եւ իրականում հանրության անտարբերությունը հիմա եկեղեցական թեմաներին, նաեւ նրանց է գալիս, որ հասարակության մեջ բոլորը գիտեն այդ ամեն ինչը։ Ասենք բոլորը գիտեն, ոչ մեկ չի խոսում, Նիկոլը որոշել է խոսել, դա սարքել է դրոշ եւ այդ դրոշը բռնած գնում է։ Հիմա մարդիկ գիտեն, որ ես ասենք, չգիտեմ, ես Bentley ունի, էնի ասենք, չգիտեմ, կանչում ես հոգի հանգստի, արագացրած տեմպով մի երկու բան մրթում է, հելնում գնում է, փողը վերցնում գնում է, բանի շուշած, դե ամեն մեկը մի բան գիտի, չէ, հիմա մարդ ենք ապրում ենք, իրականում մի բուր երկիր է, դու չես կարող այստեղ թաքուն ապրես։ Ասում է Սիրուհի ունի, Bentley ունի, Սիրուհին որն է, ասենք, մեկը երկու հաց ավել է առնում, սա հարևանները իմանում են, Սիրուհին ո՞նց սպահելու կամ Bentley-դ։ Պարզա չէ, որ բոլորը ամեն ինչ գիտեն։ Ունես չի, որ վատով գիտեն, չէ, ուղղակի չես կարող անենց Bentley ունենաս, որ ոչ մեկ չիմանա, որ դու Bentley ունես։ Հիմա չեմ բացառում, որ այդ քո գործոնն է կա, որ ասենք իրանց էլ տակները թացա, առավել եւս որ տակները թացա, հիմա որոշել են, որ ընկեր արի մաքրվենք, տակներս թացա, հիմա ասենք վարգելի ժողովուրդ, ներող սխալվել էինք, Սիրուհին մեծացել է արդեն, էլ Սիրուհի չունեմ կամ էլ պետք չի համապատասխան մարմնի մասերը չեն աշխատում,
Այն մեկը ասենք երեխեն արդեն Նիկոլը գործա տվե կամ չի տվե, այն մեկը Bentley-ին ծախել է, Bentley-ի տեղը 2 հատ AMG առել, հիմա չգիտեմ ինչ որ է։ Բայց գիտես ոնց նայ դու ի տարբերություն խոշոր սև բանի չարի եւ բարիքի մեջ ընտրության, որ դու մի անգամ ես ընտրում։ Հա, օրինակ, չգիտեմ, դու Պուտինի կողմից ես, թե ազատ աշխարհի, եթե դու Պուտինի կողմից ես, դու հետ ճանապարհ չունես, քեզ ոչ մեկ չի ների։ Ստեղ դու ուներ Bentley, օքեյ, հասկացար սխալա Bentley կարողա ծախեցիր, տվեցիր մանկատանը։ Այդ այն թեման չի։ Հասկանում ես դու եկեղեցականը ի տարբերություն օրինակ պաշտոնյայի այդ Bentley-ն չի գողացել մանկատան պատերը կամ դիրքերի ամրացման աշխատանքները չկատարելու շնորհիվ, հա։ Ասենք ինքը բան չի, մանկապարտեզի ուտելիքից չի գողացել։ Ինքը ասենք հարկայինից չի գողացել, որ ոտ եկել է ես իմ որտեղից դարել է հարկայինի պետ հետո երկրի տիրական։ Ինքը եպիսկոպոսը, իրան մարդիկ փող են տալի, այդ ինքը ինչ որ ձև այդ փողը աշխատում է, բայց այդ ինստիտուտը եկեղեցու աղքատ չի եւ դա ավանդական իրենք 10%-ի վրա աճք ունեն։ Ոչ մեկ չի կարող ասել։ Ամեն մի ընկերություն չի, հիմա փոքր միջին բիզնես չի, որ 10% հարկա տալի, իսկ եկեղեցին հավակնում է սաղից 10% ունենալ։ Դե հիմա ինձանից քեզանից չի ունենում, բայց մարդը կարող ունեն։ Այսինքն, երբ դու խոսում ես մարդկանց բանի, դա նու սև ու սպիտակի գաղափարն է, էլի, որ ինքը ես չեմ ողջունում իհարկե, ես որ ընդհանրապես ես այդ ինստիտուտի գոյության հարցը 21-րդ դարում կողմ եմ մի հատ վերլուծվի, հասկացվի, թե ինչով ինքը կարող օգտակար լինի հետագայում, բայց ասենք հիմա 10 հոգի որոշել են, որ կդրի էլ չի կդրում, վсё, տապակացել է, կդրի չէ, վсё, քորացել։ Բդի փոխեն, դե թող փոխեն, ինչ վատավոր։ Էլ եմ ասում, հասարակության տեսանկյունից ավատա էլի, քաղաքական վերնախավի մի մասը հիմնականում նախկիններ են Նիկոլի գլխավորությամբ։ Այս թեմայով շատ են հետաքրքրված, իրանք շատ են փորձում մտցնել, բայց մարդկանց ընդհանրապես չի հետաքրքրում։ Ամեն օրվա ռեժիմով շփվում եմ մարդկանց հետ, ասենք չգիտեմ, 100-ից մեկը թե ասի, թե չասի այս թեման։ Հետաքրքիր չի։ Ոչ մի բանի վրա չի ազդում։ Ինքը իդեալական տարբերակա ցուցադրել, թե ինչ որ բան է կատարվում Հայաստանում, ոչ մի բան չկատարվելու պարագայում։ Հիմա օրինակ էլ եմ ասում, երրորդ եռամսյակը փակվել է, հիմա տարին պետք է փակվի, տնտեսական վիճակը շատ ավելի կարևոր է, քան ասենք, չգիտեմ, կդրիչը, մդրիչը, եւս 10 հոգին իրան ասցին փշտ, չգնաց, բան, մանկապարտեզ։ Լավ, իսկ այն իրավիճակը ինչպես կմեկնաբանեք, որ Նիկոլ Փաշինյանը ինքն էր քննադատում հենց Կճոյանին ու մյուսներին եւ հիմա ինքն է հանդիպում նրանց հետ։ Նիկոլ Փաշինյանի մոտ ինչ է փոխվել։ Եթե այնտեղ խիղճն է արթնացել, ստեղ ինչ է փոխվել։ Ոչ մի բան է։ Նիկոլ Փաշինյանից դու ինչ ես ակնկալում, որ ինքը իր խոսքի տերն է։ Թե ասենք Նիկոլ Փաշինյանը բան արի ճիշտակ ենք, հա 18 տվից ինչ ասել։ Սկսած նրանից Նարեկ ջան, որ դու վարչապետ ես, այ անձամբ դու։ Որ աղջիկի վրա այդ խաբար չկա։ Մեկի աշխատավարձը չեն տալի, բայց դու վարչապետ ես։ Ու տենց հերթով գնանք, որ բան, միակ բանը, որ ասել է ու արել է, դա վեկտորը չի փոխել։ Մնացածը սա, բոլորը պետք է նստեն, ոչ մի ձուկ, ոչ մի մուկ, սենց ինչ-որ խոսում էր, ո՞րն է արել որ։ Ինչ է քեզ զարմացնում, որ ինքը նրանց հիմա բան է։ Նախ քաղաքական ինքը դիտարկում է քաղաքական պայքարի մի մաս վստահ, որ բռնացնես հարցը, տես կասի դե ինքը արժեքային հայ առաքելական սուրբ եկեղեցին բան, բայց ձեր հետ էլ կասի, որ սա բան է, ասեն քաղաքական պայքար է, մոռանալով որ եկեղեցին քաղաքական պայքարի մեջ չպետք է լինի։ Ընդհանրապես ամենասկզբից էլի եմ ասում, ոչ մի տղամարդկություն սրա մեջ չկա։ Քանի որ մեր մոտ ըստ սահմանադրության կրոնը եւ եկեղեցին մասնավորապես անջատված է, տարանջատված է պետությունից, ընդհանրապես ոչ վարչապետը, ոչ նախարարը, ոչ մեկ, ընդհանրապես պետք է եկեղեցու հարցերով չզբաղվեն։ Դա անիմաստ բան է։ Չի կարելի էլի ասենք այդ սահմանադրական այդ նորմերի վրայով անցնել։ Չկա եւ վերջ։ Այդ մարդկանց գործունեությունը որպես
մարդ, որոնք եկեղեցուն են պատկանում, ինքը տարանջատված է պետությունից։ Եղբայր, դու իրանց ոչ կառավարում ես, ոչ իրանց վրա ազդելու մեխանիզմ ունես, ոչ էլ կարող ես, այսինքն դու հիմա հասարակությունը քո ընտրազանգված է, մարդկանց, քաղաքացիներին, քո աշխատավարձը, որը դու ստանում ես տնտեսությունը կառավարելու համար, դու այդ աշխատավարձը մսխում ես, թփնում ես, վարի ես տալիս, զբաղվելով, պայքարելով նրա դեմ, ինչը որ քո գործառույթներից դուրս է, եղբայր Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ հայ առաքելական սուրբ եկեղեցին տարբեր ինստիտուտներ են հասարակության մեջ, մեկը մյուսի վրա ազդելու իրավունք չունի։ Ու չի կարա։ Դրա համար ինչ որ սարքել են մատի փաթաթան, վազվզում են բան, մեկը արստի տղա ջան աշխատավարձ է ստանում, ինչի մար։ Մի հատ էլ երրորդ Իռամսակի թվերը հրապարակի տեսնանք ինչ եղավ։ Գյուղատնտեսությունը ինչ եղավ, արդյունաբերությունը ինչ եղավ։ Սաղ Երևանը խեղճում է բնապահպանական աղետ է։ Վարչապետը ընկած գնում է պատարակի, ինչ գնում է պատարակի, որ ինչ։ Ինչ կա պատարակի ես գնում, արա։ Աղջիկ ես 18 տարեկան, տատիկ ես 70 տարեկան, ինչ պատարակի վախտնա։ Չէ, ես հասկանում եմ, բայց իմ ընկալման մեջ հայ առաքելական եկեղեցու հիմնական այդ բանը, հոտը, հիմնական մարդիկ դա կանայք են։ Ես տենց եմ տեսել, ես չեմ տեսել տարական սեռի մարդ, ով գնացել է եկեղեցի։ Իմ սաղ ընտանիքը գնում էր եկեղեցի։ Տատիկներս, մամաս, մորքուրներս, բայց ասեք երես, պապս, ինչ եք խոսում, ինչ եկեղեցի։ Դե բայց ինչի չկար արական սեռի ներկայացուցիչը եւս հավատաց։ Ես չեմ ասում չի կարա, Նարեկ, ես քեզ ասում եմ ավանդույթին հակասում է դա։ Տղամարդը միշտ անելու բան ունի։ Լուրջ եմ ասում, տղամարդը միշտ անելու բան ունի։ Դե Աստված ասել է 6 օրը քեզ, 7-րդ օրը ինձ։ Հա, դե 7-րդ օրը իր անելնելով գնա ընտանիքիդ հետ, ընկերներիդ, պարտադիր չի դու գնաս այդ օրը եկեղեցուն տղամարդ ալով, քո տեղը թող գնա կնիկը տաղոտի, ինչ կա դրա մեջ։ Կաթոլիկ եկեղեցին թույլ չի տալիս այն ազատությունները, որը հայ առաքելականը։ Կաթոլիկ եկեղեցուն չես կարա պատարակի չմասնակցես։ Հաղորդություն ստանալ չես կարա։ Դու պետք է լինես այդ շենքում։ Հայ առաքելական եկեղեցի ըստ ավանդույթի չի պահանջում քո շենքում գտնվելը։ Հենց դրանում է հարցը, որ ընկեր ինչ կա տղամարդ հալովը պատարակի ես գնում, բանը գործ չունես։ Պարոն Սարգսյան, դուք նշեցիք, որ Վլադիմիր Պուտինը մեր կաթողիկոսի կուրատորն է եւ այլն։ Օրինակ այս փուլում ըստ օդում կախված լուրերի եւ չհերկվող տվյալների, այո, որերորդ տարինա չհերկվող, այո։ Ամեն դեպքում ինչպիսի աջակցություն կլինի այս դեպքում Վլադիմիր Պուտինից։ Ոչ մի Վլադիմիր Պուտինը կարողանալ աջակցել, ինքը իրան կաջակցեր։ Սեչին 2 օր առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դառնալ Չինաստանի ռեսուրսային կցորդ Պուտինի կաբինետում, ու Պուտինը բան չի ասում։ Հենց որ վստահեցնում եմ քեզ հիմա, որ դու մտնես Պուտինի գրասենյակ հավեսով մի հատ ձախից աջ թաթալոշ տես դուրս գաս, բան չի կարանա անի։ Լուրջ եմ ասում, վրան հալ չկա, Ռուսաստանի վրա հալ չկա։ Ինքը ոչինչ չի կարողանալու անի, ինքը օգտվում է նրանից, որ Հայաստանում ապրող ռուսերենի հիմնականում վատ տիրապետող մարդիկ, որտեղ ռուսերեն տիրապետել չի, այն որ դու կարդում ես ռուսերեն, բավարար չի ասում, չես տիրապետում ռուսերենի։ Ռուսաստանը ինքը պատմական առումով միշտ եղել է քողարկված, թաքուն, շոփլիկ երկիր, այսինքն իրանք ցանկացած բան որ գրում են, դու պետքա տողերի արանքները կարդաս։ Օրինակ Սալտիկով Շիդրինը գրում էր հեքիաթներ։ Ըստ բանի, նույնիսկ ցարական իշխանությունները դրանք հրապարակում էին, բայց դրանք հեքիաթներ չէին։ Դրանք պամֆլետներ էին քաղաքական։ Օրինակ Վլադիմիր Վիսոցկին համարվում է բան, երգիչ, ընդ որում հումորային երգերի։ Բայց երբ լսում ես երգերը ու հասկանում ես տողերի արանքում, ինչա դու հասկանում ես, որ ինքը ուղղակի քաղաքական փիլիսոփայություն է բանանում։ Ինքը բողոք էր։ Այսինքն մեր ընդդիմությունը հիմնականում ռուսերենի չի տիրապետում։ Դրա համար ինքը Ռուսաստանին հավատում է ավելի շատ, քան ամենահիմար, ամենատուպոյ ռուս լեյտենանտիկը։ Այ ասում եմ հատուկ էլի, այլ ռուս լեյտենանտիկը ավելի քիչ է հավատում Ռուսաստանին,
քանց հայկական ընդդիմության եւ այդ թվում երևի եկեղեցու ինստիտուտներում վերընկածները, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր վաղուց կարային ասեին գնա ռուսական նավի հետևից, արամարա, իրանք սուսփուս տենց կատարում են հրահանգներ։ Իսկ դա նշանակում է իրանք չեն հասկանում ինչա կատարում։ Ամեն դեպքում, բայց եթե այն կանխավարկածից ելնենք, որ կաթողիկոսը ինչ որ ծառայություններ է մատուցում Ռուսաստանին, բայց պետք է դիմաց այս փուլում էլ աջակցություն ստանա, չէ, որովհետև եթե նա Չէ, չլինի, այն ենթադրյալ ծառայությունը, որ մատուցվում է, դա չի մատուցվի։ չէ, նախ ինքը արդեն մատուցել է ինչ որ պետք է հոկտեմբերի 27-ից սկսած։ Դա մեկ, երկու, դու մոռանում ես ռուսի տեսանկյունից ինքը խաչա, ֆուֆլո, տրյապկա պորվնը, հասկանում ես։ Դու պետք է հասկանաս, որ ռուսի տեսանկյունից իրան ծառայող մարդը ավելի վատն է, քան չգիտեմ, ну, ասենք պապիկ, անասուն, կռիս, շտակալ։ Ինքը քնձռոտ շանը ավելի լավ է վերաբերվում, քան այն մարդուն, ով իրան հավատում է ու ծառայում է։ Դրանում է գաղտնիքը ի դեպ ասեմ, որ Վրաստանի, Հայաստանի միջև ռուսները միշտ ընտրել են Վրաստանը, միշտ։ Իրանք միշտ բան են արել, Վրաստանի հանդեպ եղել են բան տենց, որովհետև վրացիք միշտ իրանք շանտեղ չեն դրել։ Հայերը միշտ իրանք մեծարել են, գլխների վրա են բայ, անասուն են, Խաչատուր Աբովյանի պես դեգեներատի պատճառով։ Ну, պատճառով որն է, տենց է ստացվել, այս ազգն է Խաչատուր Աբովյանն է տվել են։ Իսկ երաշխիքներով է տալու, որ նոր կաթողիկոսը, եթե իհարկե նման իրավիճակ ստեղծվի, որ նոր կաթողիկոս ունենա հայ առաքելական եկեղեցին, երաշխիք ով է տալու, որ այդպես ասած, այս ենթադրյալ ռուսական ազդեցությունից դուրս է լինելու։ Շատ լավ հարց ես տալի, նա ջան, ես այս պահին չեմ տեսնում այդ երաշխիքը, լուրջ եմ ասում։ Չեմ տեսնում, իրոք բանա, դու իրոք շատ կարևոր հարց ես բարձրացնում, որովհետև մենք չգիտենք ինչ է լինելու, այսինքն որևէ սահմանափակում, որ մենք ասենք, այ գիտես ինչ կա, այս գծից են կողմ ռուսները ազդեցություն չեն ունեցել, մենք չունենք, մենք չգիտենք ինչա կատարվել առաքելական եկեղեցուն այս տարիների ընթացքում։ Դրա համար որևէ նույնիսկ երաշխիք չունենք, որ այն մարդը, որին կնշանակեն, կընտրեն, կբերեն, նույնպես ազդեցության տակ չլինի։ Չգիտեմ։ Եվ Ստամբուլից Հռոմի Պապն է կաթողիկոսին ողջուններ հղել։ Սա աջակցություն է ենթատեքստում։ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը քրիստոնեական ավանդույթի մեջ Հռոմի Պապի հետ հարաբերություններում հավաստարա բացառությամբ այն բանի, որ Հռոմի Պապը առաջնորդություն ունի որոշ հարցեր, բայց իրանք հավասար են։ Ես դրա համար եմ օրինակ մեղադրում Կդրիչին, որ ինքը ես քանի անգամ քո եթերից եմ ասում 44 օրի ժամանակ ինքը պիտի խաչակրաց արշավանք կարա բանան, ինքը կարար, ինքը բարոյական եւ եկեղեցական իրավունք ուներ դրա։ Կդրիչի խնդրեմն է նա, որ ինքը չի հասկանում իր ձեռքում ինչ կա։ Իրան թվում է ինքը ինչ-որ բան է, ֆուֆլո է Ռուսաստանի ծառայության մեջ, որ ինչ-որ FSB-ի մայոր կարագա իրան թուլափայ մի հատ երկրորդ աստիճանի շքանշան գցի, ասեսի կախես վրա տարա, շեֆն է ասել։ Ինքն է խելոք գլուխը կախ այդ շքանշանը կընդունի ու շարունակի ձևանել, թե ինքը տենց բեսան բարոյական եւ ուժեղ տղա է։ Բայց իրականում դա տենց չի։ Իրականում հայ-առաքելական, ընդ որում ռուսները դա լավ գիտեն, իրանք դրա համար են բռնել էս բանը ու չեն թողում։ Որտեղ իրանք հասկանում են, որ հայոց բալի հայ եկեղեցու կաթողիկոսը եթե լինի հայամետ, ուղղակի հայամետ, այս երկիրը բռնել չի լինի։ Դու պատկի հասկանում ես դա ինչը, դա նշանակում է ամբողջ քրիստոնեական աշխարհի ռեսուրսը կենտրոնացնել Հայաստանի վրա, ընդ որում մեզ շատ պետք չի։ Շատ բան է, փոքրակ բան է պետք է, ասենք բոլոր կաթոլիկ հիմնադրամները, որոնք օրինակ առողջապահությունով են զբաղվում, կամ բնապահպանությունով, կամ մանկական հիվանդություններով, կամ կանանց իրավունքներով, կամ կրթական համակարգերով, բոլոր քրիստոնեական բաները, որոնք կան,
ամեն մեկը, եթե $300 օրինակ փոխանցի, դու համապատասխան ոլորտում Հայաստանում խնդրեմ չես ունենա։ Դու մենակ պատկերացրու, եթե նորմալ կաթողիկոս լինի, տուրիստական հոսքը քրիստոնեական ինչ կանի։ Ասենք 1 միլիարդից ավել քրիստոնյա կա։ Ընդ որում պետք չի կենտրոնանալ Եվրոպայի վրա, Հնդկաստանում քրիստոնյաներ կան, Աֆրիկայում կան, Լատինական Հարավային Ամերիկայում, այսինքն տարբեր մշակույթներ, բաներ, ամեն մեկը ինչ որ մի նոր բան կբերի։ Դու մտածում ես օդանավակայանը չի աշխատում։ Մենակ այդ տուրիստական հոսքի վրա որպես առաջի քրիստոնեական ազգ, առաջի քրիստոնեություն ընդունած պետություն, ասենք օդանավակայան կարող մի անգամից 4 անգամ ստիպված լինես մեծացնել։ Մի զախոտ։ Իսկ մենք բան ենք անում, կդրիչ-մդրիչ ենք անում։ Եվ ինչ է կարծում, իշխանությունը կգնա չնախատեսված կամ կոշտ մեթոդների, օրինակ կաթողիկոսին վեհարանից հանելու համար։ Ես կրկնում եմ նոր ջան, նորից եմ ասում, կարող է տես թվա մի պահ բանը, հա, բարօրինակ բաներ եմ ասում։ Բայց ինչպես եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, այտենց քաղաքական իշխանությունը իրավունք ունի եկեղեցով զբաղվել։ Այսինքն ոչ, իհարկե ոչ մի դեպքում, երբեք, որևիցե ոչ մի պարագայում քաղաքական իշխանությունները պետք է եկեղեցական հարցերով չզբաղվեն, չի ունարեք դեն։ Վայ։ Բացառվում է դա։ Եկեղեցին ունի այդ ռեսուրսը, ինքը կարող է ինքնամաքրվի։ Ինչի վարչը պետք է կամ ասենք ինչ-որ նախարար ով դառավ բանը։ Իսկ դες եպիսկոպոսներին ես ասում, Բենտլի ուներ հիմա չունի։ Եթե ամեն երկրորդ նախարարը ասենք Ծակնասկիով եկել է Երևան, հիմա Բենտլի որն է հյուրանոց ունի։ Ասենք այդ մարդը ոնց կարա հելնի, ասի կաթողիկոսին գնա։ Են նույն բանն է, այլ կասի դու ով ես вообще։ Դու նույն բանն ես արել։ Որ դու բան չի, համախոհների տերարիում չի։ Գցես տաղ բաներին, գցես իրար մեջ, յանի կառավարության կեսը այդ կդրիչից պակաս ռուսամետ չի։ Ոնց ես պատկերացնում ռուսամետները հանեն ռուսամետին։ Դերասանությունը։ Իհարկե ոչ։ Կառավարությունը մուզիկան չզբաղվել պոլիտիկա, եղբայր կառավարությունը պետք է զբաղվի տնտեսությունով։ Կառավարությունը պետք է հաշվետվություն տա, ինչա կատարում ես երկրի տնտեսության հետ։ Ոչ թե հեքիաթ պատմի, ոչ թե տնտեսական ակտիվություն նկարի ու հրանցնի, այլ ասի տնտեսական աճ միլիարդ դա պատտվում երկրում, կարում եք բռնեք, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Կարում եք բռնեք, որն է իջի է տեղից, հել գնաս ախ քեպեի մոտ գանք նստենք, անենց քոքից բռնենք, քոքը չորանա ասա։ Ինչա նշանակում բռնեք։ Այդ են բանն է, ասում է դուրները չի գալի հեղափոխություն արեք։ Ոնց որ տենց բան է, հա, մարդու մոտ տենց հեծանիվից են ճիշտում է, ուղեղը գնում է ծնկների մեջ, հա, այս ազդրերի մեջ, հա, կուտակվում, չեմ հասկանում։ 1.5 միլիարդ կարում եք բռնեք։ Չես կարում բռնես, թող գնա։ Եվ վերջում շատ կարճ ամեն դեպքում այս հանգուցալուծումը եկեղեցու ինչպես եք պատկերացնում, ինչ կլինի։ Նոր ջան, չգիտեմ, էլի եմ ասում, ինքը ես գիտեմ ոնց եմ ես ուզում դա լինի, ես ուզում եմ, որ ինքը վերջանա իրանք իրար մեջ ինքնամաքրման շնորհիվ կարողանան լուծում գտնել։ Ես տեսնում եմ իմ մասով լուծումը, որ ինքը ինչպես բանը Բենեդիկտոսն էր, չէ, 16-րդ Հռոմի Պապը, ինքը տենց ֆիզիկապես ոնց որ կար, բայց ասեց, որ լավ չեմ գնում եմ։ Նույն բանը պետք է լինի։ Իմ պատկերացրածը դա իդեալական տարբերակ է։ Իդեալական տարբերակ է։ Սուս-փուս ելնի գնա ախպեր դու գնա Թայիթի։ Ում հետ ուզում է։ Բայց պետությունը պետք է չխառնվի։ Էլ եմ ասում, այդ ներքին եկեղեցու հարցն է։ Ու իդեպ ասեմ, որ դա հանկարծ չտեղծվի տպավորություն, որ դա կարա լինի շուտ, դա կարա լինի երկար։ Իրոք երկար process է։ Ընդդեմ չի որ հենց հիմա, եթե չեմ սխալվում, առաքելական եկեղեցում այդ գործընթացը չի եղել ոչ մի անգամ։ Չգիտեմ, պետքա գտնել մասնագետների, ես գիտեմ, որ կան այդպես մասնագետներ Հայաստանում, ովքեր կրոնական իրավունքի մասնագետներ են, իրավաբանները հատուկ բանը, հատուկ դիսցիպլինա առանց։ Իրանց հետ պետք քննարկել, հասկանալ ոնց, բայց խիստ կասկածում եմ, որ դա 1-2 կամ 3 ամսվա մեջ բան է։ Հենց այդ է հարցը, նույնիսկ եթե Նիկոլ հիմա ամբողջ ուժով դնի, բանանի, հանի,
Եթե հաջողացրեց իհարկե լավ ասենք հանեց, բայց չի կարողանալու հանի, նորին չի կարողանալու նշանակի, այսինքն նորից կիսատա թողելու հարցը դրանում է, որ ինքը մինչև ընտրությունները դա չի դադարելու։ Ոնց ես պատկերացնում մայիսին բան ունենք, այդ եվրոպական բաներ ունենք։ Հիմա երկու տարբերակ կա, կամ պետք է հանգիստ թողես եկեղեցին ինքը իր սոուսի մեջ էփվի, կամ դու պետք է ինչ-որ մի կերպ եվրոպացիքին բացատրես, դες ինչ ես անում։ Ու արարողակարգով ոնց է կաթողիկոսը պետք է այդտեղ մասնակցի, չպետք է, իրանք պետք է գնան կաթողիկոսի մոտ, չպետք է։ Ինչ-որ լիքը տենց հարցեր կան։ Ի վերջո, ասենք, չգիտեմ, ինչ վերաբերվում է Հռոմի Պապի ողջույնները եւ բաները, հա, իրանք նորմալ են տենց։ Իդեպ Հռոմի Պապը բավականին հեղինակություն ունի եւ Նիկոլը, եթե շատ է ուզում այդ հարցը լուծի, կարա դիմի Հռոմի Պապի աջակցությանը, օժանդակությանը, օգնություն խնդրի, խոսք ոնց որ բանանի, իրան փոխանցի, որ ես խնդրում եմ, որ դուք մասնակցեք այս խնդրին եւ այս հարցը լուծեք, բայց չի անը, գիտես չի։ Նույն պատճառով, որ կաթողիկոսը չի անի, որովհետև Ռուսաստանից երկուսի վիզն էլ կթռցնեն, որովհետև Ռուսաստանի համար մղձավանջը դա այն է, որ կաթողիկ եկեղեցին մտնի Հայաստան, երկու ոտով, ոնց որ եւ պետք է լինի իրական։ Կաթոլիկ եկեղեցին որ մտավ, ռուս, թուրք, բան, տենց ինչ-որ սելջուկ, ուզբեկ, բան, սա հեռու են պահնելու Հայաստանից, որովհետև այդ ուրիշ թեմա է։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի Ես էլ եմ շնորհակալ, Նարեկ ջան։